Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական ուժերը շարունակում են վիճարկել արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել թիվ 10-ի 51 և 35-ի 65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, արձանագրելով լուրջ խախտումներ։ Երկու տեղամասերում էլ քվեարկությունը կապված էր զինծառայողների մասնակցության հետ, իսկ նյութերը ուղարկվել են դատախազություն։ Այս որոշման դեմ են հանդես եկել ընդդիմադիր ուժերը։ Ուժեղ Հայաստան դաշինքը ԿԸՀ է ներկայացրել դիմում, պահանջելով չեղարկել ընտրությունների արդյունքները և կազմակերպել վերաքվեարկություն։ Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեմանյանի խոսքով իշխանությունը օգտագործել է վարչական ռեսուրս, իսկ ՔՊ-ի առնվազն 100,000 ձայն կասկածելի է։ Նա պնդում է, որ ՔՊ-ն իրականում չի հաղթել և պետք է անցկացվեր ընտրությունների երկրորդ փուլ։ Բարգավաճ Հայաստանը ևս հայտարարել է, որ ԿԸՀ-ի որոշումը հարված է կուսակցությանը և նպատակ ունի թույլ չտալ նրան հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը։ Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքական և իրավական պայքարի մեկնարկի մասին, ընդգծելով, որ համագործակցելու են ընդդիմադիր մյուս ուժերի հետ։ Մինչ այդ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կարծիք է հայտնել, որ անվավեր ճանաչված երկու տեղամասերում պետք է նշանակվի վերաքվեարկություն։ Ըստ նախնական տվյալների անվավեր ճանաչված երկու տեղամասերում ՔՊ-ն ստացել էր 1223, Ուժեղ Հայաստանը 528, Հայաստանը 270, իսկ ԲՀԿ-ն 213 ձայն։ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանի գնահատմամբ ԿԸՀ-ն ուշգիշերին կայացված որոշմամբ օրինականության սահմանները հատելով անվավեր է ճանաչվել երկու ընտրատեղամասերի արդյունքները, փորձելով կանխել կուսակցության մուտքը ազգային ժողով։ Տոնոյանի խոսքով սա ուղղակի միջամտություն է ընտրական գործընթացներին։ Եվ արդեն 3 ուշ գիշերին Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը անմռունչ կերպով կյանքի կոչեց Նիկոլ Փաշինյանի ցանկությունը, այն է թե թույլ չտալ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը հաղթահարել անցողիկ շեմը։ Անվավեր են ճանաչվել հատկապես այն երկու ընտրատեղամասերում արդյունքները, որտեղ որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին բարձր ցուցանիշ է արձանագրել եւ նվազագույն հաշվարկի դեպքում ակնհայտ էր, որ մեր վերականգնած շուրջ 130 քվեների դիմաց, եթե նրանք անվավեր են ճանաչում 200-ից ավել քվե, ապա ավտոմատ կերպով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարում անցողիկ շեմը։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի հարված ժողովրդավարության, արդարության, լեգիտիմության բոլոր ընդունված եւ չընդունված նորմերին։ Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես քաղաքական հետապնդում, քաղաքական հաշվեհարդար ընդդիմադիր քաղաքական ուժի նկատմամբ։ 3 գիշերվանից մեր բոլոր ընդդիմադիր գործընկերները, իրավաբանական հանրության ամենահեղինակավոր ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց լիակատար աջակցությունն ու օժանդակությունն են հայտնել ստեղծված այս իրավիճակի հետ կապված Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, ինչի համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին։ Մենք շատ բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը, որովհետև այս գործընթացը ճիշտ է, ուղղակիորեն ուղղված է Բարգավաճ Հայաստան կուսակցության դեմ, սակայն կասկածի տակ է դնում գլոբալ առումով ընտրությունների ամբողջ գործընթացի լեգիտիմությունը եւ անդրադառնում է ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի օգտին քվե տված մեր հայրենակիցների իրավունքի իրացման հարցը։ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի կարծիքով իշխանությունները փորձում են Բարգավաճ Հայաստան կուսակցությանը զրկել խորհրդարանական մանդատներից ազգային ժողովում 3/5 մեծամասնություն ապահովելու նպատակով։ Մենք ցիկ ոտքերներից վրա կանգնած ենք եւ պարոն Ծառուկյանը անկախ մինչեւ ընտրությունները նույն իշխանության կողմից եւ որոշ ընդդիմադիրների կողմից տարածվող լուրերի թե Ծառուկյանը բանակցությունները Ծառուկյանը առաջադրվել է որբիսի ԿՊ-ին օգտակար լինի կամ մյուսին այսօր կյանքը ցույց տվեց որ Գագիկ Ծառուկյանը մինչև վերջ, մինչև այս պահը կռիվ է տալիս իրեն ընդրած ժողովրդի շահերը քվեն պահելու համար կռիվ ենք տալիս եւ մնացած առումներով մյուս քաղաքական ուժերն պիտի հասկանան որ սա միայն Ծառուկյանի կռիվը չէ Ծառուկյանը այսպես ասեմ տղավարի իր կռիվը տալիս է մնացածի տված կռիվը մենք պիտի տեսնենք Ուժեղ Հայաստան կուսակցությանը վերագրվող ընտրակաշարքի եւ այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներին անդրադառնալով Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ դրանք անհիմն են։ Նա նաեւ վստահություն չունի դատական համակարգի նկատմամբ, պնդելով, որ այնտեղ քաղաքական որոշումներ են կայացվում։ Փաշինյանն էլ չի հաղթել։ Դե հիմա մենք էլ չենք հաղթել, ինքն էլ չի հաղթել։ Ես ասեցի այն օրը հիշում եք, որ Հայաստանին պետք է լեգիտիմ իշխանություն։ Ինքը չապահովեց դա, հիմա ինքը
ցենց թոս փճած իշխանություն։ Ընտրությունները կեղծված են, ձեր քաղաքական գնահատականը ինչպիսին է, թե ոչ։ Ընտրությունները ամբողջությամբ տապալված են, համ կեղծված են, համ տերորի տակ ընտրություններ չեն անցկացնում։ Բոլոր մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 780 մարդ ձերբակալվել են։ Հիմա եթե կեղծված է, Հավատում եք այս վերահաշվարկին։ Այնպես շան ձերբակալվել։ Ընտրակաշարքի գործով կան Բայց այդ ձայնագրությունները։ ընտրակաշարքի գործով զայնագրություններ կան։ Ինչի համար են 5700 մարդ արտարացվել են դատարան։ Կեղծիքների սպասում եք նաև վերահաշվարկի ընթացքում։ Դենա հիմա դիմում ենք, թե դիմել ենք արդեն։ Դիմել ենք ԿՀ, Դիմել ենք ԿՀ, հետո դիմել ենք սահմանադրական դատարան երկու պահանջով։ Առաջինը չեղարկել ընտրությունները, երկրորդը նշանակել երկրորդ տուր։ Եթե ինքը վստահ իր վրա որ հաղթել է, ավելի ճիշտ կլինի երկրորդ ցուլով կորոշենք հաղթել են թե չէ։ Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու փաստաբան Արամ Վարդևանյանը ԿՀ ներկայացրել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում, ըստ նրա մինչ այս էլ դիմումներ էին ներկայացվել ԿՀ ատելության խոսքի, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ, սակայն ԿՀ-ն ցուցաբերել է անգործություն։ ԿՀ-ն էլ պարտավոր է քննարկել այդ դիմումը ոչ թե զուտ քվեարկության օրվա ընթացքում տեղի ունեցած աբսուրդային խախտումների տեսանկյունից, այլ ընտրությունների։ Հիշեցման կարգով ընտրությունները մեկնարկել են, ընտրական գործընթացը մեկնարկել է 2026 թվականի փետրվարի 7-ից։ Հիշում եք ինչեր են տեղի ունեցել փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում։ Օրինակ կհիշեք, որ Հայաստանի Հանրապետությունը երևի թե միակ բացառիկ ժողովրդավարական մշակույթ ներդնող երկիրն է, որտեղ հենց նման ռեֆորմ կենսաթոշակային ոլորտում տեղի է ունենում ապրիլ ամսին, այսինքն փետրվարին հաջորդած ժամանակահատվածում։ Նման երևույթները, որոնք բոլորը տեղի են ունեցել այս ժամանակահատվածում, ընտրական գործընթացի տեսանկյունից ներկայացվել են։ Իդեպ ես նաև ուզում եմ հիմա կարճ արձագանքեմ այդ հարցին, այնուհետև ավելի մանրակրկիտ խոսենք։ Երեկվա, գիտեք, մի մասով այո, մի մասով ոչ։ Ես կռահում եմ ինչն եք ասում, եթե մենք համեմատական անցկացնենք 2021 թվականի եւ 2026 թվականի ընտրությունների միջև, նույնիսկ ԵԱԿ-ԺՄԻԳ-ի գնահատականները ավելի վատն են։ Պատկերացնում եք, այսինքն այն իշխանությունը, որը մշտապես խոսել է մեկ բանի մասին, որ իրենք ընտրությունների տեսանկյունից ամենաարդար, օբյեկտիվ ընտրություններ կազմակերպողն են, նույնիսկ ըստ ԵԱԿ-ԺՄԻԳ-ի գնահատականների, որոնք տեսնեք, մեծ անկում ունեն։ Կարող եք իհարկե ասել, արդյոք այս ամենը կանխատեսելի էր թե ոչ եւ այլն, եկեք ֆիքսենք մեկ այլ հանգամանք։ Մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մասնակցել են ընտրություններին։ Կարող էին ավելի շատը մասնակցել, այո։ Կմասնակցեին թե ոչ, վստահ եմ կմասնակցեին, եթե չլիներ ատելության խոսքը, չլիներ այն ռեպրեսիվ մեքենայի իրացման մթնոլորտը, չլիներ այն ատելության խոսքը, որը տարավ։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պատասխանելով լրագրողների հարցին, թե երբ կունենանք Անդրանիկ Մարգարյանի երազած Հայաստանը, կարճ արձանագրել է. տեսնենք։ Անդրադառնալով իր վերջին հայտարարությունների շուրջ հնչող քննադատություններին, Սարգսյանը նշել է, որ իր խոսքը վերաբերում էր սահմանադրության փոփոխությունների թեմային եւ այդ համատեքստից դուրս է մեկնաբանվել։ Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը, կամ չեն ըմբռնել կոնտեքստը, կամ ապուշ են, որովհետև միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիա է տարել Հայաստանի Հանրապետությունը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով արձակվել է իմ եկեղեցու վրա և ով իմ երկրի տարածքները թողել է Իրանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման վերաբերյալ հնարավոր համաձայնագրի շուրջ վերջնական որոշում դեռ չի կայացրել հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լավատեսական հայտարարություններին։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ փաստաթղթի հիմնական դրույթները համաձայնեցված են, սակայն բանակցությունները բարդացել են այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը նոր պահանջներ է ներկայացրել եւ փոխել իր դիրքորոշումները։ Իրանական TASS-ին գործակալությունն էլ ընդգծել է, որ վերջին 2 ամիսներին Թրամփը բազմիցս հայտարարել է համաձայնագրի մոտալուտ ստորագրման մասին, սակայն մինչ այժմ որևէ վերջնական պայմանավորվածություն չի արձանագրվել։